Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Միքոն վերադառնալով տուն եւ իրենց դարպասների մոտ պատահաբար տեսնելով Նարեին, վերջնական համոզվում է, որ Նարեի ու Հայքի միջև ինչ-որ բան է կատարվում, որ նրանք անտարբեր չեն իրար հանդեպ։ Բակ մտնելուց անմիջապես հետո նա հարձակվում է Հայքի վրա եւ բացատրություն պահանջում, թե ինչ գործ ուներ Ադամյան Նարեն, իրենց թշնամու ընտանիքի անդամը իրենց տանը։ Հայքը բնականաբար ցույց չի տալիս, որ իրենց միջև ինչ-որ բան է եղել կամ որ այսօր էլ ինչ-որ բան է կատարվում։ Նա միանգամից սկսում է պատմել այսօր տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ասում է, որ եղել է Սաքոյի տանը, խոսել է նրա հետ, հարցեր ուղղել, սակայն ոչ մի էական պատասխան չի ստացել։ Փոխարենը Սաքոն անընդհատ խոսքը կտուրն էր գցում, մեղադրում Աշոտին, ձևացնում, որ մտահոգ է իրենց ընկերության համար, որն այլևս գոյություն չունի։ Եվ այս ամենը շղթայաբար պատմելով Հայքը հասնում է այն կետին, թե ինչու էր Նարեն իրենց տանը։ Ասում է, որ Նարեին եւս մտահոգում է իր հորաքրոջ, Լալայի ճակատագիրը։ Եվ հենց խոսակցության ու վերլուծությունների արդյունքում Հայքը գալիս է այն եզրահանգման, որ միգուցե իր հայրը ընդհանրապես ողջ չէ, եւ որ ինքը շատ անարդար է եղել հարազատ հոր հանդեպ, երբ անիծել է նրան եւ մեղադրել իր չստացված կյանքի մեջ։ Իսկ Նարեն այս ընթացքում որոշում է անկեղծանալ հոր հետ։ Նա խոսում է Լալայի մասին, Աշոտի անհետացման, ինչպես նաև այն նամակի, որը Քաջիկը գրել էր մահանալու առաջ Հայկի ու Միքոյի համար։ Նարեն բացահայտ ասում է հորը, որ ինքը համոզված է այդ նամակը հիմա Հայկի մոտ չէ, եւ Հայկը գյուղի իրենց տանը չի գտել, միայն մեկ պատճառով, քանի որ Սաքոն հասցրել, գնացել ու վերցրել է այդ նամակը, ավելի ճիշտ գողացել է այն։ Իսկ գողանալու պատճառը մեկն էր, Սաքոն պարզապես վախեցել է։ Նարեն նաև շոկի մեջ է գցում Սաքոյին բացահայտ ասելով ճշմարտությունը, ասում է ինքը գիտի, որ Սաքոն է սպանել Աշոտին, իսկ հետո նրա դին Քաջիկի հետ միասին թաղել է անտառում։ Սաքոն իրոք զարմանքից ապշում է, նա շոկի մեջ է։ Պատկերացում անգամ չունի, թե որտեղից կարող էր Նարեն իմանալ այսքան բան։ Բնականաբար Սաքոյի մտքով անգամ չի անցնում, որ դա կարող է լինել, որ սիրելի Արմոյի թեթև ձեռքով, չէ՞ որ Արմոն Սաքոյի աչքի լույսն է։ Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Անոնսում մենք դիտեցինք կադրեր, որտեղ երևում էր երիտասարդ տղա վերակենդանացման բաժանմունքում։ Երիտասարդ տղայի դեմքը պարզ ու բացահայտ չի երևում, սակայն մեր կանխատեսմամբ այդ տղան վրամն է։ Նշենք նաև, որ մեկնաբանություններում քննարկվում է եւս մեկ տարբերակ՝ Հայկը։ Իսկ հիմա դուք, մեր հարգելի ու հավատարիմ հետևորդներ, գրեք մեկնաբանություն այս տեսանյութի ներքևում, ըստ ձեզ, ով է կյանքի ու մահվան շեմին։ Աշմետ ժամ կասես։ Հեծած կեսը աղբերես։ Հեծած կեսը, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլման, Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն է անում, հանգիստեղ ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին, հետո պորտիկացի հեչ լավը չէ։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին անիկ, տակ ճաշով տղամարդն, որ չեմ պահում, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, երեկ։ Գոնե համամով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավը քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, կարակն ու շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է ախի։ Աղ ինչի համար է։ Կա, բացում է համը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Կիսում ենք նայսես 4 մասի, այսպես։ Եղա։ Իբա տեղափոխում ջարը։ Չպնել դաշվում եք։
Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Ցանկամ Այո, չի բացածել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չեն քարել ինչ որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու մարինան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Շեվա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոմոյ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ իմ հայրամին կիբը, սարսափելի կիբ, 81 սանտիմետր։ 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Դունակացեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացվել, բայց